Հայաստանը շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ Հայաստանն, Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների վերականգնման շուրջ։ Դավիթ Խուդատյանը հայտնել է, որ նշված տեղամասերում աշխատանքները պետք է իրականացվեն ռուսական կողմից։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին կոչ էր արել հրատապ կարգով վերականգնել երկաթուղու տեղամասերը Երասխից մինչև Նախիջևանի սահման, Իջևանից մինչև Ղազախ, ինչպես նաև Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման։ Հայաստանի պատկան մարմինները ներկայում չունեն հստակ տեղեկատվություն Գյումրիում նախատեսվող Չոր նավահանգստի և արդյունաբերական հանգույցի շինարարության մեկնարկի ժամկետների վերաբերյալ։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ նախագիծը շարունակում է մնալ արդիական։ Շիրակի մարզի Չոր նավահանգիստ ներդրումային ծրագիրը նախատեսվում է տեղակայել օդանավակայանի երկաթուղու և Թուրքիայի հետ սահմանի հարևանությամբ, նպատակ ունենալով զարգացնել լոգիստիկ և արդյունաբերական ենթակառուցվածքները։ 2025-ին Հայաստանում արտադրվել է 9 միլիարդ 721 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա, ինչը 5.8%-ով ավելի է, քան նախորդ տարվա 2024-ի ընթացքում։ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Արևային կայանների թիվը շեշտակի աճել է։ Այս պահին էներգահամակարգում միացված են շուրջ 1100 մեգավատ դրվածքային հզորությամբ էներգակայանները, աճը կազմել է 43%։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ շարունակվել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան և Վրաստան։ Հայաստանում 2025 թվականի նոյեմբերին աշխատողների ամենամեծ թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 140,418 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։ Այս ցուցանիշով հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 129,086 է։ Թեհրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը 60%-ից իջեցնել մինչև 20% պայմանով, որ Միացյալ Նահանգները վճարի դրա դիմաց։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի խոսքով Թեհրանն ունի հիմնարար սկզբունք, որ մինչև 60% հարստացված ուրանը նախատեսված է նախ և առաջ իր դեմ թշնամիների դավադրություններին հակազդելու և երկրորդ բանակցություններին ու երկխոսությանը նախապատրաստվելու համար։ Դոնալդ Թրամփը շուրջ 12 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծ է ներկայացրել կրիտիկական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ռազմավարական պահուստ ստեղծելու վերաբերյալ։ Նախագծի ֆինանսավորումը ներառում է 1.67 միլիարդ դոլար մասնավոր միջոցներ և 10 միլիարդ դոլար վարկ Միացյալ Նահանգների արտահանման ներմուծման բանկից։ Բանկի տնօրենների խորհուրդը արդեն հաստատել է վարկը։ Հնդկաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված առևտրային գործարքը հնարավորություն կտա հանրապետությանը ստանալ ամերիկյան տեխնոլոգիաներ։ Այս մասին հայտարարել են Հնդկաստանի արդյունաբերության նախարարությունից։ Համաձայն գերատեսչության հայտարարության Վաշինգտոնի հետ գործընկերությունը հնարավորություն կտա համատեղ ստեղծել տեխնոլոգիաներ, մշակել լուծումներ և աշխատել հանուն խաղաղության, աճի և Հնդկաստանի ու Միացյալ Նահանգների ավելի լուսավոր ապագայի։ Եվրամիությունը գազի օտարերկրյա մատակարարներին պարտավորեցրել է հաստատել, որ իրենց արտահանվող վառելիքը ռուսական ծագում չունի։ Փաստաթուղթը վերաբերում է Թուրքիայից և Ադրբեջանից արտահանողներին։ Եվրամիության խորհուրդը նշել է, որ մինչև վերջերս այդ երթուղիներով ռուսական վառելիքի զգալի ծավալներ էին մատակարարվում, ինչը հակասում է դաշինքի ռուսական էներգիայի աղբյուրներից աստիճանաբար հրաժարվելու ռազմավարությանը։ Մի պահ պատկերացնենք, որ Հայաստանի սահմաններն ապաշրջափակվել են ու մեր երկիրը անխոչնդոտ ապրանքներ է ներմուծում հարևան երկրներից։ Արդյոք նման իրավիճակը ազդեցություն կունենա Հայաստանի անգնաճի մակարդակի վրա, այն պայմաններում, երբ 2025 թվականի 4-րդ եռամսյակում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է, կազմելով 4.3%։ Մասնավորապես բենզինի շուկայում գնանկում արձանագրվել է, բայց հնարավոր չէ այդ հանգամանքը լիովին վերագրել Ադրբեջանից ներմուծված բենզինի նախադեպին։ Կարծում եմ, որ այդ ազդեցությունների հիմնական մասը մենք կտեսնենք հունվարի գնաճի մեջ, որովհետև դեկտեմբերի 20-ից հետո գների ազդեցությունները արդեն ընկնում են հունվարի գնաճի հաշվարկի մեջ,
Ոստի ես կարծում եմ մենք որոշակի ազդեցություններ կտեսնենք, ինչ այդտեղ պետք է նայել, թե ինչ չափով է ինքը ազդելու, ինչ տեսակարար կշիռ ունի զամբյուղի մեջ։ Ես չեմ կարծում, որ այդ ազդեցությունները տենց էական են լինելու։ Մեր հարևան Իրանում իրադարձությունները արագ են զարգանում։ Անկանխատեսելի մթնոլորտը բնականաբար իր հետևանքներն է ունենալու տնտեսության ու ֆինանսական աշխարհի վրա։ Դրական թե բացասական կլինեն այդ հետևանքները բարդ է կանխատեսել։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը 3 հնարավոր սցենար է դիտարկում։ Ռազմական գործողություններ Իրանի սուվերեն տարածքում ֆիզիկական զորքի կիրառմամբ, օդային հարվածներ կամ ուղղակի հռետորաբանական կոչեր։ Եթե Աստված ոչ արասցի, այսինքն որ տենց զարգացումներ եղան, որոնք բնականաբար բացասական ազդեցություն ունենան մեր վրա, մենք որպես համակարգ պատրաստ ենք այդ ազդեցություններին դիմակայելու տեսանկյունից։ Հայաստանում մարդիկ վարկով են ապրում, թե աշխատավարձով։ Համենայն դեպս պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ սպառողական վարկերի շուրջ 20% աճ է գրանցվել։ Մինչդեռ նախորդ տարվա նոյեմբերին աշխատավարձերը միջինացված ընդամենը 6% աճ են գրանցել։ Քաղաքացիների պարտքային բեռը ավելացել է։ Վերջին քննարկումը բավականին թեժ էր, որովհետև երկու տեսակետ կար։ Մեր խորհրդում ըստ էության արդյոք պետքա փոխել բուֆերները եւ բարձրացնել, թե բուֆերները պետքա պահել նույն մակարդակի վրա։ Այս պայդրությամբ որոշում կայացվեց բուֆերները դեռևս պահպանել են մակարդակի վրա, որտեղ որ այս պահին գտնվում ենք։ Մեր երկրում բանկերը գերշահույթով են աշխատում։ Հանրության մոտ տպավորություն է, թե առևտրային բանկերը ահռելի շահույթներ են ստանում բարձր տոկոսադրույքներից, մինչդեռ Կենտրոնական բանկի նախագահն ասում է, որ նախ տնտեսական հարաբերություններում դժվար է սահմանել գերշահույթի հանգամանքը, եւ հաջորդը բանկերի շահույթը ձևավորվում է արտահանելի ծառայությունների հաշվին, այսինքն հայաստանյան բանկերը ծառայություններ են մատուցում նաեւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող անձանց։ Կա ֆենոմեն, որ շահույթի զգալի մասը ապահովում է թանկացման կամ ծառայությունների, առաջարկող ծառայությունների գնի բարձրացման արդյունքում, դա չենք դիտարկում։ Այսինքն շահույթի մարժան, որը որ պիտի սահմանվի, դա ներգրաված միջոցների դիմաց տրամադրված տոկոսի, եթե տոկոսային մարժայի մասն ենք խոսում, եւ տրված վարկերի տոկոսային տարբերության հաշվին, այդտեղ փոփոխությունը բացարձակ էական չի։ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սահմանելով այն 6.5%։ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8%, ներգրավվող միջոցների տոկոսադրույքն էլ 5%։ «2025 թվականի հունվարին Սևանա լճի մակարդակը իջել է 3 սանտիմետրով, ըստ հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի դա տեղումների ազդեցության հետևանք է։ 2026-ի հունվարին լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով, ընդ որում 2017-ից ի վեր առաջին անգամ է, որ լճի մակարդակը հունվար ամսին բարձրանում է։